Գործադիրի որոշմամբ կթվայնացվեն տրանսպորտային միջոցի առքուվաճառքի նվիրատվության հիմքով սեփականության իրավունքի փոփոխման գործընթացները։ Վաճառողը թվային հարթակով կընտրի մեքենան, որը պետք է վաճառվի, ինքնաշխատ եղանակով կկազմվի առքուվաճառքի պայմանագրի նախագիծը։ Վաճառողն ընդամենը կֆիքսի մեքենայի գինը, համակարգն ավտոմատ կստուգի այն հետախուզվում է կամ ունի գրանցված համասեփականատեր, թե ոչ։ Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից եւ այլևս անհրաժեշտություն չի լինի այցելել հաշվառման քննական կենտրոններ։ Արփինե Սարգսյանի խոսքով նախարարությունն այժմ ծառայում է որպես կադաստր, լիզինգից բխող պարտավորություններից գրանցման, մեքենաների գրավադրման դեպքում գրավի իրավունքի գրանցման համար։ Դա եւս կդառնա ինքնաշխատ, նախատեսվում է նաեւ մեքենայի համարանիշը քաղաքացուն փոխանցել փոստային առաքմամբ։ Հաշվառման վկայագրերը եւս կլինեն թվային հարթակում գեներացվող տեղեկություն։ Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը մինչև 10,000 դրամ չափով կսուբսիդավորի սպանդանոցին։ Մեխանիզմը սպանդանոցային մորթը խթանելու համար է զեկուցել է էկոնոմիկայի նախարարը։ Ոնց ենք մենք հավաստիանալու, որ այդ խոշոր եղջերավոր անասունը իրոք մորթվել է եւ դա մեր այդ դրոշմավորման ծրագիրն է մեզ գալի օգնում, այսինքն թիվը տեսանք, թիվը հանեցինք շրջանառությունից, կա անասուն, որը ունի իր ականջապիտակը։ Այդ ականջապիտակը նախ պետք է այդ ականջապիտակը երևա, որ այդ պահին այդ անասունը մինչև այդ եղել է, դրանից հետո դուրս եկավ, այսինքն գնաց մորթ եւ իր ականջապիտակն էլ է գալիս։ Երկրորդը անդորագրի պահն է, շատ կարեւոր։ Որոշումների կայացումներից շատ ավելի վարչապետը կարևոր է համարում հետևողականությունը։ Փոխվարչապետ Խաչատրյանի խոսքով որոշումների նպատակն է բնակչությանն ապահով ճանապարհով մատակարարել մսամթերք, կանխել հնարավոր հիվանդությունները, որոնք կարող են կենդանիների մորթի ժամանակ փոխանցվել բնակչությանը։ Տարեկան մորթի է ենթարկվում 220,000 խոշոր եղջերավոր կենդանի, իսկ սպանդանոցային մորթի է ենթարկվում 22,000, այսինքն ընդամենը 10%։ Հիմա եթե մենք գնանք կարճ ճանապարհով, ապա դրա ամենաճիշտ կարճ ճանապարհը նա կլիներ, որ գնայինք տեսչական գործառույթը, որի մասին դուք էլ նշեցիք, ուժեղացնենք եւ շուկայում, որտեղ միսա շուկայահանվել, թույլ չտայինք, որ սպանդանոցով չբերված եւ ապահով տրանսպորտային միջոցով միսը հանվի եւ վաճառվի մարդկանց։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջիկա օրերին կայցելի Արտաշատի մի շարք գյուղեր, որոնք գյուղատնտեսական լուրջ վնասներ են կրել մի քանի օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից։ Պապոյանն ասել է, որ այս պահին նախարարությունն արդեն պատկերացում ունի, թե բանջարաբոստանային որ կուլտուրաներն են ամենաշատը տուժել կարկուտից։ Ամենամեծ վնասը ելակն է կրել, այնուհետև բանջարաբոստանային կուլտուրաները եւ համեմատաբար ավելի քիչ վնաս պտուղը, բայց հասկանանք վնասի ծավալները, ինչպես նաև կհասկանանք այն մեխանիզմները, որով կփորձենք օրինակ փորձենք աջակցենք մեր բնակչությանը, որպեսզի իրենք այս դժվար իրավիճակից դուրս գան։ Օրգանական Հայաստան ասոցիացիան հերթական հավաքն է անցկացրել առիթը առաջիկա 5 տարիների համար ռազմավարության վերանայումն է, խնդիրները, կարողությունների ավելացումը, ցանցի ստեղծումը։ Սպառողների իրազեկում, շուկայի զարգացում, դրանք են 5 հիմնական ուղղություններն են, որոնք որ ամենաշատն է կարևորվել անդամների կողմից։ Ընդհանուր 5 ուղղություն են առանձնացրել, քայլեր, որոնց շնորհիվ հույս ունեն երկրում կավելանա օրգանիկ գյուղատնտեսությունն ու արտադրության ծավալները։ Ուղղությունները հիմնականում շեշտադրում են համագործակցությունը նաև պետության հետ, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում նույնպես դիտարկվի որպես սուբսիդավորվող ուղղություն եւ դրանով նպաստվի օրգանական արտադրանքի ավելացմանը։ Օրգանիկ արտադրողները նախորդ տարիներին կրթական ծրագրերի ու այլ տիպի աջակցություն են ստացել Եվրամիությունից ֆինանսավորվող կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրից։ Ապագայում վստահ են մեծ հաջողությունների կհասնեն, բայց հիմա օրգանիկ արտադրությունը երկրում դեռ մեծ չէ։ Հպարտանում են սակայն արդեն ունեն օրգանական ձու, մեղր, վայրի հավաքի արդյունքում ստեղծվող թեյեր։ Մեր դաշտերի օրգանիկ ծնեբեկը արտահանվում է ԵՏՄ շուկաներ, որոշակի քանակ Դուբայ արտահանվել, իսկ 2-3 օր առաջ մենք արդեն փոքր խմբականակ ուղարկեցինք Սինգապուր։ Օրգանիկ գյուղատնտեսությունը փոքր հողի վրա մեծ եկամուտ ստանալու լավագույն լուծումներից է, միայն թե պետք է ապրանքը առանց թունաքիմիկատի հավելումների աճեցվի հատուկ ստանդարտներով։ Պետք է պարտադիր սերտիֆիկացված լինի այդ արտադրանքը եւ բնականաբար դա էկոնոմիկայի նախարարությունը կարևոր է համարում օրգանական արտադրությունը եւ օրգանական արտադրանքի ծավալների ավելացումը, նաեւ արտահանման տեսանկյունից։ 7 տարի առաջ թեյի 4 տեսակով շուկա մտած հայկական ընկերությունն այսօր տեսականին 20-ի է հասցրել։ Ինձ միշտ հանգիստ չէր տալիս այդ հանգամանքը, ինչու ենք մենք ավելի շատ
ներմուծող, այլ ոչ թե արտահանող երկիր, եւ երևի ամենամեծ շարժիչ ուժը հենց դա էր, որ մենք որոշեցինք գնալ այս ավելի բարդ ուղիով եւ հիմնել արտադրություն։ Արտադրամասում ոսկու կշեռքին գրամներով համադրում են համերն ու բույրերը, որոշում չափաբաժինները։ Սովորաբար նոր փնջի ստեղծումը 1-ից 6 ամիս է տևում։ Բուսաբույժ Դեղագետի ընտանիքում ծնված աղջիկի կյանքն անցել է սարերում, հայրիկի հետ խոտաբույսեր հավաքելով, իսկ տարիներ առաջ ընդունվելով բժշկական համալսարան ուսումնասիրել է ավանդական բժշկությունը, մասնագիտացել ու այսօր նաև դետոքս շարք է թողարկում։ Մեծ ուշադրություն են դարձնում չորացմանը, որ թեյերը չկորցնեն օգտակար հատկությունները։ Այս տարիներին մարզերում գործընկերներ են գտել, որոնք հավաքչությունից չորացում կատարում են սահմանված պահանջներով։ Թեյի սեղանի շուրջ ընկերներին հաճախ հորդորում են մնալ, արարել մեր երկրում, իսկ գնումներ կատարելիս նախապատվությունը տալ միայն հայկականին։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 1.8%-ով, կազմելով բարելի դիմաց $60.99 սենտ։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $50.92 սենտ։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.6%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3372 Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 2.3%-ով եւ կազմել մեկ հատի համար $99333։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 8-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 389 դրամ 25 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 439 դրամ 39 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 72 լումա։